Արդյոք մենք ունենք մարդու քնի համար պատասխանատու դից։ Մենք ունենք դրախտ անունով դից։ Նրան պետք է դիմել դեպրեսիվ վիճակներում գտնվելու դեպքում։ Կոնկրետ այս գործունեությամբ զբաղվելով մենք կարող ենք հայտնվել հակառակորդի տիրույթում։ Այդ տիրույթում հայտնվում են նաև բարձր վարկանիշ ունեցող մարդիկ, որոնք իզորու են հայրենիքի համար ինչ-որ բաներ անելու։ Անկախ նրանից ինչ արձագանք կլինեն յոգայի այդ կուրսերի կազմակերպիչների կողմից, ինձ համար կարևոր է իմ ազգի երիտասարդության փրկությունը եւ նրանց այդ դաշտից դուրս գալը։ Գտել են ձևը, ինչպես մարդկանց կոնկրետ շարժումների միջոցով տանել դեպի իրենց տիրույթ, մասնատել եւ ուտել։ Ահա նրա գործառույթը։ 8-րդ օրն է թույլատրելի ամուսնության։ Կլինիկական մահ տարած մարդիկ, որ տեսնում են այդ թունել կոչվածը, դա հենց այդ լույսի դեպի լույս ուղղորդող ճանապարհն է։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Մի ուշագրավ վիճակագրություն մեր հաղորդումները դիտողների 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Մինչ դուք բաժանորդագրվում եք, ես մեծ սիրով ներկայացնում եմ Տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Լիլիթ Մարգարյանին եւ Գոհար Գրիգորյանին։ Հարգանքներս բարով եք եկել։ Սա մեր թվով արդեն հաղորդումների 6-րդ թողարկումն է եւ ասացեք, խնդրեմ ամեն անգամ ավանդույթի համաձայն հարցնում եմ, ինչ արձագանք ունենք։ Մարդիկ ինչ կերպ են անդրադառնում արձագանքում ձեր խնդրանքներին։ Նախ առաջին հերթին ես կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր մեզ աջակցողներին։ Շատ շնորհակալ ենք ձեր աջակցության համար եւ նրանք, ովքեր տեղյակ չեն, մեզ կարող են օգնել իրենց աջակցություններով, ներքևում կա հաղորդման նկարագրության բաժնում ինֆորմացիա հաշվեհամար եւ հեռախոսահամար կա փաստարկելու համար մեզ հետ։ Իհարկե արձագանքները բավականին լավն են։ Մարդիկ անդադար զանգահարում են, հետաքրքրվում, բավականին լավ մեկնաբանություններ թողում, հետաքրքրությունը շատ մեծ է։ Մարդիկ ասում են, թե ինչպես են նրանք դիմում մեր դիցերի օգնությանը եւ բազում օրինակներ կան, որ նրանք եկել են, հասել են եւ օգնել են իրենց։ Այս 3 անգամ որ կրկնում ենք, դրա մասին է խոսքը։ Դիցերի անունը տալիս ենք, ում գործառույթը որ գիտենք, տվյալ դիցի անունը տալով 3 անգամ խնդրում ենք օգնություն այդ իրենց տվյալ իրավիճակի համար։ Համազգային աղոթքն է նորանոր ցուցանիշները։ Այո, մարդիկ միանում են ամեն օր, ամեն ժամ միանում են համազգային մեր աղոթքին, խնդրանքին։ Գուցե օրը հիշեցնեք։ Այո, ամեն 3 շաբթի առավոտյան ժամը 8-ին Երևանի ժամանակով, հարգելիներս, մենք բոլորով միասին դիմում ենք մեր երկրային տեր տիրուհիներին, տալով նրանց անունները, մեր նախկին հաղորդման մեջ կա, իհարկե նկարագրության բաժնում կոմենտարիաներում ենք նորից կթողենք տեքստը, խնդրանք դիմումի, միացեք, ամեն 3 շաբթի մենք պետք է դիմենք, միջև որ կզգանք զգալի փոփոխություն մեր հայրենիքի համար։ Համեցեք շարունակենք, եթե դեմ չեք, մեր նախորդ հաղորդման շարունակությունը դիցերին էինք անդրադառնում, մեկը մյուսից հետաքրքիր բացահայտումներով։ Այսօր ինչ նորությամբ հանդես կգանք։ Այսօր գուցե որպես շարունակություն անդրադառնանք Նիրհվան անունը կրող դիցին, հարցեր էին ուղղել, արդյոք մենք ունենք մարդու քնի համար պատասխանատու դից։ Իսկ քանի որ անքնությունը շատ տարածված երևույթ է մեր իրականության մեջ, որոշեցինք ճշտել ինքներս չգիտեինք, այո, ունենք Նիրհվան անունով դից, որին կարելի ասել անմիջական կապով ինքը ազդում է մեզ վրա։ Անքնության տառապող մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս, նույն կերպ 3 անգամ խնդրել նրան եւ անպայման խորքունը առողջ խորքունը ապահովված է ձեզ համար։ Եվ այստեղ ես կուզեի նշեի մեր դիցերից դրախտին, մենք ունենք դրախտ անունով դից, նրան պետք է դիմել դեպրեսիվ վիճակներում գտնվելու դեպքում։
Երբ մարդը դեպրեսիայի մեջ է, կարող է 3 անգամ հնչեցնել դրախտի անունը, կանգնելով արևել, խաչակնքվելով, 3 անգամ հնչեցնել Սուրբ դրախտ, Սուրբ դրախտ, Սուրբ դրախտ եւ խնդրել, որպեսզի հանի իրեն դեպրեսիայից, վերջում խաչակնքվելով։ Որպես լրացում կուզենայի դիմել մեր ժողովրդին, բոլորին, քանի որ եւ դեպրեսիան, ընկճախտը եւ հուսահատությունը եւ ակամա հակառակորդի ազդեցության դաշտում հայտնվելը համատարած երևույթ է, համատարած։ Խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, սիրելի հետևորդներ, մարդիկ իրենք զգում են, որ իրենք հայտնվել են մի իրավիճակում, որից դուրս գալ ինքնուրույն չեն կարողանում։ Այդ դեպքում ինքնուրույն մեկ շաբաթ շարունակ առավոտյան ժամը 8-ին դիմեք Սուրբ Սրբոց երկնային Տեր տիրուհիներին, Արամազդին եւ կանանց եւ անպայման փոփոխությունը կլինի, անպայման, որովհետեւ ինչպես հասկանում ենք, ազդեցության միջոցները վերջին տարիներին այնքան են շատացել, այնքան բազմապիսի են եւ բազմաբնույթ, որ մենք չենք էլ ենթադրում, որ կոնկրետ այս գործունեությամբ զբաղվելով մենք կարող ենք հայտնվել հակառակորդի տիրույթում, որը այսօր Հայաստանում բավականին հզոր ազդեցություն ունի, հակառակորդ կողմը։ Եվ գիտեք որն է ցավալին, նրանք իհարկե տեսնելով հիմնականում այդ տիրույթում հայտնվում են նաև բարձր վարկանիշ ունեցող մարդիկ, որոնք իզորու են հայրենիքի համար ինչ-որ բաներ անելու, նրանց թվում է, թե նրանք ինչ-որ կապ ունեն տիեզերքի հետ, ինձ բազմիցս մի քանի օրինակներ ենք ունեցել, որ զանգահարել են, որ թվում է իրենք կապ ունեն տիեզերքի հետ, ինչ-որ հուշումներ են ստանում, եւ նույն տեսիլքներ են տեսնում, նույնիսկ որոշակի բաներ իրականանում է, բայց երբ հերթը հասնում է այն պահին, որ նրանք պետք է օգտակար լինեն իրենց երկրին, իրենց մարդկությանը, այս պարագայում ամեն ինչ փակվում է նրանց դիմաց։ Ու իրենք չեն հասկանում, թե ինչ ծուղակում են իրենք հայտնվել։ Սա պարզից էլ պարզ է, պարզապես հակառակորդ կողմը օգտագործելով այս հրաշալի մարդկանց, փորձում է տալ որոշակի կարողություններ ապացուցելու, որ տեսեք, ես եմ երկնայինն եմ, վերևից եմ, ես եմ տալիս այդ ամենը, եւ իհարկե այդ ամենով նրան ներքաշելով իր ծուղակը, то есть նա հայտնվում է նրա տիրույթում։ Այս պարագայում ինչքան էլ ուզում է որ նրանք խնդրեն բարձրյալին օգնություն, Արամազդը եւ դիցերը այս պարագայում չեն հասնելու նրանց օգնություն, որտեղ նրանք բացառապես գործում են հակառակորդի տիրույթում։ Կամավոր գնացել են անգիտակցաբար նրանք անգիտակցաբար, բայց կամավոր։ Այո, անգիտակցաբար, բայց կամավոր հայտնվել են այդ տիրույթում։ Իրենց թվում է, որ ուղղակի կա մի ուժ, երկնային ուժ, որ նրանք կապի մեջ են, բայց արի ուտես, որ նրանց ծուղակն է գցում հակառակորդ ուժը։ Այո։ Ես ուզում եմ դիմել հատկապես երիտասարդությանը, սիրելի, թանկագին հայ երիտասարդ։ Ցանկացած գործունեությամբ զբաղվելիս մի փոքր բարի եղեք հետաքրքրվել, թեև չեմ բացառում, որ կարող է ինֆորմացիա չլինել այդ մասին։ Ինչ է իրականում պարունակում այդ ոլորտը, այդ գործունեությունը, ում ազդեցության տիրույթն է։ Անկախ նրանից ինչ արձագանք կլինեն յոգայի այդ կուրսերի կազմակերպիչների կողմից, ինձ համար կարևոր է իմ ազգի երիտասարդության փրկությունը եւ նրանց այդ դաշտից դուրս գալը։ Մեզ համար էլ անակնկալ բացահայտում կատարվեց, յոգայով մենք զբաղվելու իրավունք չունենք։ Շարժումների այդ համակարգը շատ արագ կերպով, սահուն կերպով մարդուն տանում է հակառակորդի տիրույթ։ Դուք այլևս կառավարվում եք նրանց կողմից առանց դա գիտակցելու։ Ես ձեզ խնդրում եմ, կրկին ասում եմ, անկախ նրանից ինչ հարձակումներ կլինեն այս հայտարարության համատեքստում, ինձ համար գեր նպատակը
մարդկանց ճիշտ ուղին ցույց տալն է, որը ես չանելու իրավունք չունեմ։ Պիտի ասեք նաև ինչու եք հիմնավոր եք ձեր ասածը։ Հիմնավոր եմ։ Ինձ երեք Որովհետև իսկապես շատ են յոգայով։ Այո։ Ինձ երեք դիմել է մի հայ աղջիկ, բայց բարձվեց ես որտեղ դասավանդում եմ, ինքը սովորել է այդտեղ։ Ուղղակի դեմքով ճանաչել էր, ինքը զգացել է, որ ինքնուրույն չի կարողանում դուրս գալ այս վիճակից։ Իրեն ուղղորդել են, չասեմ ով, հոգևոր պրակտիկաներ անցնելու, նոր հայկական քրմական դասին դիմելու։ Ոչ մեկի անունը չեմ ուզում տալ, ոչ մեկին անձնական ոչինչ չեմ ուզում ասել, խնդրում եմ լինել ուշադիր։ Նա գնացել է ռեյկի այդ դասընթացներ են, թե ինչեր են, չգիտեմ, ես անոնցամ տեղյակ չեմ։ Հետո այս հանգամանքը չլիներ, մենք չէինք էլ կարող պարզել։ Պիտի լինի հարցը, որ մենք հետաքրքրվենք, խորհանանք ու ինչ բացահայտվեց։ Այդ աղջիկը այնպիսի մի ծուղակի մեջ էր հայտնվել, ասում է ես հասկանում եմ, որ չեմ կարող դուրս գալ ինքնուրույն այս վիճակից։ Ինչ տեսիլքներ են իրեն տվել, ինչ հավանական ինքը պիտի դառնար լիդեր, ինչ որ մի կարևոր, թշնամու համար կարևոր ոլորտում։ Բայց քանի որ նա դիմել է Անահիտային, Անահիտ տարբերակով, ասում է ես հասկանում էի, որ ինքնուրույն չեմ կարող եւ խնդրում էի, Արամազդին էլ եմ դիմել, Անահիտին էլ եմ դիմել։ Նրանք ասում է ուղղորդեցին ինձ դեպի ձեզ։ Ես իր բառերն եմ կրկնում։ Ես անուն չեմ տալիս, թող ներողամիտ լինի ինքը, քանի որ իր փորձը շատ ուսանելի է եւ կարեւոր։ Ես ստիպված եմ դա արձանագրել։ Ու ամբողջությամբ ինքը հասկացավ ինչ պիտի անի։ Ամբողջությամբ։ Հաստորեն Քրոնոսի որդին է, Ռեյկե անունով դիցը, որի անունով էլ կոչվում է այդ ուսմունքը, այդ ճյուղը յոգայի մեջ։ Շատ ինչ որ մոդայիկ բան է, որ հաստորեն նրանք գտել են ձևը, ինչպես մարդկանց կոնկրետ շարժումների միջոցով տանել դեպի իրենց ստիրույթ։ Մարդը հլուհունազատ արդեն գտնվում է նրանց ստիրույթում։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ զգում են ինչ որ ազդեցություն, զգում են ինչ որ չար, վատ ուժերի ազդեցություն իրենց կյանքում, անպայման, անկախ ամեն ինչից դիմեք Սուրբ Սրբոց երկնային Տեր Արամազդին եւ տիրուհիներին, տվեք նրանց անունները 8 անգամ, այն մարդիկ ովքեր որ հայտնվել են, նրանք շատ լավ են զգում, որ իրենք հայտնվել են այդ տիրույթում։ Դիմեք եւ խնդրեք, որ դուք անգիտակցաբար հայտնվել եք հակառակորդի տիրույթում եւ խնդրում եք նրանցից օգնություն, որպեսզի նրանք ձեզ օգնեն։ Ամեն օր գոնե 2 անգամ դիմեք նրանց կոնկրետ ժամի, զույգ ժամի, որից հետո նրանք իհարկե ձեզ խանգարելու են ձեր մնացած գործերում։ Հերահիլային եք դիմում կոնկրետ գործողություն անելուց առաջ։ 3 անգամ տալով հերահիլայի անունը խնդրում եք 5 րոպե առաջ ձեր գործողությունից։ Խնդրում եք, որպեսզի նա ձեզ օգնական լինի։ Միչև չդիմեք երկնային Տեր տիրուհիներին, նրանք միչև չտան իրենց թույլտվությունը ձեզ չբերեն այս տիրույթ, հերահիլան ձեզ չի օգնելու այս պարագայում։ Անպայման Տեր տիրուհիների եւ ապրեսին։ Այո, ապրեսին նույնպես, ապրեսին նույնպես։ Տակրկիր բացահայտում էր, որտեվ անուղակի իսկապես մասը։ Քանի գնում առնչվում ենք ավելի հաճախ այսպիսի փաստերի հետ։ Ու հասկանում ենք, որ մի ուղղությամբ չի, որ այս տարածվել է ազդեցության տիրույթը հակառակորդի։ Քանի որ չկա կանխող, արգելակող, որևէ խանգարող բան։ Ազատություն է, այսպես ասած։ Անցնենք առաջ դիցերից կարող ենք Յահունայի մասին խոսել, մենք ունենք Յահունա անունով դից, կին, ով Արամազդի սերունդներից է։ Շենի քույրն։ Այո, ունենք Սուրբ դից Թուխմանուկ, Աթինաս Պալազի որդին է Թուխմանուկը մեր Սուրբ դից։ Թուխմանուկ։ Այո, Թուխմանուկ։
Այն որ ոչ ոք չգիտի Թուխմանուկնով է եղել։ Աբելը Արամազդի սերունդներից է, Կայենը հակառակորդ կողմի սերունդներից է։ Ահա, Բելը Արամազդի եւ Անահիդայի որդին է։ Ոչ թե հակառակորդ կողմի։ Մի վարքյան, Բելը Այո, ոչ, մենք կանդրադառնանք Հայկը Բելին ճակատամարտին մենք երբ որ կանդրադառնանք, այստեղ մենք այս ամենը լրիվ կբացենք։ Շեղումներից մեկը շեղումները շատ։ Լավ, այտենց շեղում է, դա Այո, իհարկե։ Հենց այտենց։ Այդ առանցքի վրա հսկայական Սեմը նույնպես Արամազդի սերունդներից է, Հայկի հարազատ եղբայրը Արտեմիսեի որդին։ Յահովեն Ափրոտիդեի որդին է։ Իհարկե ոչ Յահուան հակառակորդ կողմից է, Աստվածաշնչի Եհովան Յահուան է։ Այստեղ այո, տառերի տարբերությամբ պետք չէ շփոթել այս ամենը։ Ունենք իհարկե Արարատ անունով դից, Արագած անունով դից, Երևան անունով դից, ով հովանավորն է մեր Երևան քաղաքի։ Հենց Երևան, ոչ թե Երևան կամ Երևան, այլ Երևան։ Ունենք Էնկի անունով դից։ Էնկի։ Այո, Էնկին Արամազդի սերունդներից է։ Ստորգետնյա ջրերի, բուժիչ աղբյուրների հովանավոր դիցը։ Այսքանով իհարկե դիցերը շատ են, մեր գրքում կգտնեք արդեն մնացած տեղեկությունները մեր դիցերի եւ նրանց գործունեությունների վերաբերյալ, ավելի մանրամասն տեղեկություններ։ Եվ մի փոքր էլ կուզեի անդրադառնայինք հակառակորդ կողմի դիցերի։ Դրանք էլ են շատ։ Իհարկե, բավականին երխնդրում եմ ուշադիր սիրելի հետևորդներ, որպեսզի հանկարծ չշփոթեք նրանց անունները դիցերի հետ։ Դե իհարկե նշեցինք Յահուայի մասին, հակառակորդ կողմի դիցն է, որի ծրագրով էլ այս ազգը համապատասխան, այսպես ասած, իր գործունեությունը հрьяաների հիմնադիրն է, ազգի այսպես ասենք, ինչպես Հայկը մերն է, այնպես էլ Յահուան, Յահուա, բարի դիցը, Յահովեն Արամազդի սերունդ։ Յահովեն բարի։ Այո։ Եվ ունենք Յահունա աղջիկ մեր Եհովան։ Այո։ Եվ այստեղ մի շատ հետաքրքիր անուն, հենց հրեա անունով դից ունի, Քրոնոսը կին, նրա թորնուհին է, ով էլ որ տվյալ ազգի հովանավոր դիցն է ներկա պահին, դրա համար էլ նրանց մոտ մայր իշխանություն է, որովհետև նրանց հովանավոր դիցը կին է։ Անվանակիր դից։ Նրա անունը պահպանված է հրեա տարբերակով, բայց ճիշտը հրեան է։ Զևսը Քրոնոսի ծոռն է։ Սատանա, ոչ թե Սատանա, իրականում Քրոնոսի որդին է։ Դևը եւ Ները նույնպես նրա որդիներն են։ Ինչպես եւ Վիշապը։ Վիշապը թորն է, իսկ Արուսյակն ու Արփին թորնուհիները։ Վայ։ Այո։ Արփին ու Արուսյակը այտենց լուսավոր ասոցիացիաներ են։ Սիրելի ունկնդիր, եթե արով է սկսվում, դա չի նշանակում անպայման մեզ հետ կապ ունի այդ անունը, որովհետև նրանք նույնպես այս լեզվով են խոսում, այս լեզվի կրողն են, եւ այդ արմատը այո կարող են եւ օգտագործել։ Արփին եւ Նրանք բոլորը խոսում են այս մեր լեզվով հայերենով, իսկ իրենց ազգի հետ խոսում են իրենց լեզվով։ Իսկ առհասարակ մեր կողմնակից Արամազդի եւ Արամազդի սերունդների հետ խոսում են հայերենով եւ նաեւ Արարչի հետ են շփվում հայերենով։ Իրենք էլ խոսում են հայերեն։ Իրենց ազգի հետ արդեն իրենց լեզվով։ Իդեպ դժողքն ու գրողը, ոչ թե գրող, այլ գրող, նույնպես դրանց սերունդներից են։ Դժողքն էլ կայով։ Քրոնոսի։ Այո, Քրոնոսի։ Այո, բոլորը դիցերի անուններ են։ Բոլորը դիցեր են։ Դրա համար է այդ շփոթությունը ստեղծվում, թե սրանք ինչ որ բնության ուժեր են։ Ոչ, ամեն մեկը կոնկրետ գործառույթով դից է։
Ինչու սատամա, ոչ թե սատանա, ներողություն Գոհար ջան, բարձրաբանենք անցենք առաջ, սատ նշանակում է մասնատում, ամ նշանակում է ուտել, մասնատել եւ ուտել։ Ահա նրա գործառույթը։ Սատամա։ Այո։ Դիցը։ Որը նույն Լուցիֆերն է։ Այս են բացառիկ տարբերակներից է, երբ որ նույն դիցը ունի նաև այլ անուն։ Օտար լեզուներով է, այո, Լուցիֆերը պարզապես օտար լեզուներով։ Հիմնականում։ Դե այդտեղ շատ կա, Մեֆիստոֆելախառը սա չար դիցեր են։ Քրոնոսի սերունդներից կան եւս երկու կանայք դիցեր, որոնց անունը ես հիմա կհնչեցնեմ, բայց նրանք ընդհանուր մարդկության համար գործառույթներով են զբաղված։ Դա Սանդարամետն է, եւս երկու դիցի կանդրադառնանք, երբ որ հոգու մասին կխոսենք, ուղղակի այսպես անցողի հպանցիկ ասեմ, Սանդարամետ եւ Տանատոս։ Քրոնոսի սերունդներից են նրանք, բայց կատարում են արարչի հանձնարարություն։ Այո, անմիջապես հանձնարարությունները եւ ուղեկցում են հոգիներին դեպի արարիչ։ Այս մասին ավելի մանրամասը, հա, եւ հակառակը այնտեղից էլ էստեղ։ Հասկանալի է։ Մենք այսօր նախատեսել ենք, եթե ավարտեցինք դիցերի մասով, ընդհանրապես բնականաբար կանդրադառնանք չափազանց մի կարևոր թեմայի, որովհետեւ ես նշեմ, որ մենք միջև հաղորդումը արդեն հետաքրքիր զրույց ունեցանք մարդու կազմության։ Ես ասացի իմ ընկալումները, մինչ օրս պես համար պարզ ու հասկանալի կազմություն դուք ասացիք, որ սխալ է իմ ընկալումները։ Ասացեք, խնդրեմ, ինչպիսին է մարդու կազմվածքը եւ ինչ բաղադրություն այն ունի։ Ձեր ընկալման ու պատկերացումն։ Իհարկե մենք այս ինֆորմացիան ստույգ ճշտել ենք այն անձնավորությունից, ով մշտական կապի մեջ է դիցերի հետ։ Բավականին ծավալուն ինֆորմացիա կա մարդու կազմության վերաբերյալ, մենք հիմա կհնչեցնենք եւ ընդհանուր պատկերացում կկազմենք, թե ինչ բաղադրիչներից ենք մենք կազմված, եւ մենք, եւ դիցերը, սա միայն մեզ չի վերաբերվում, եւ դիցերին նույնպես։ Մարդը բաղկացած է 4 կոմպոնենտներից, որոնք են դրանք. ֆիզիկական մարմին, հոգի, աուրա եւ ջերմություն։ Սկսենք ֆիզիկական մարմնից։ Ֆիզիկական մարմինը արարվել է, ինչպես գիտենք, ամենասկզբում ընդամենը 8 հոգու համար արարչի կողմից։ Մարմին արարելու համար պիտանի անհրաժեշտ նյութը, մատերիան, այսպես ասած, արարիչը տիեզերքից վերցրել է եւ բաժանել 8 հոգու մեջ այնպես, որ նրանց 65%-ը ֆիզիկական կազմության լինի անհատական, չկրկնվող, իսկ 35-ը կրկնվող է բոլորի մեջ։ Եվ այդ 35-ը կրկնվում է ոչ միայն նրանց մեջ, այլև մեր մեջ եւ կենդանական աշխարհի մեջ։ Այդ 65% չկրկնվելու խնդիրը մինչ այժմ երկնքում էլ է խիստ վերահսկվում դա, որպեսզի երկու ծնողների այդ 65% անհատական բաղադրությունը հանկարծ մոտիկ չլինի, չխառնվի։ Դրա համար ոչ թե 7, ոչ թե 5, այլ 8-րդ օրն է թույլատրելի ամուսնության։ Պիտի առնվազն 8 օր հեռու լինեն, որպեսզի առողջական, ֆիզիկական խնդիրներ չառաջանան նրանց մոտ։ Գենե ինչքան հեռու է, այդքան լավ, այսպես ասած։ Ֆիզիկական մարմինը երևի այսքան է։ Խոսենք աուրայի մասին։ Աուրան, այո, աուրայի մասին ես կասեմ։ Ուրեմն աուրան ձևավորվում է երեխայի ծնվելուց հետո 40 օրվա ընթացքում։ Դա պաշտպանիչ շերտն է, առաջին պաշտպանիչ շերտը պատահական հարվածներից, աչքից, հիվանդություններից։ Իհարկե չի կարելի ասել, որ սա այնպիսի մի պաշտպանելի հզոր, այո, հզոր շերտ է, որ հնարավոր չի խոցել, բայց գոնե
առաջիկա պահի համար հնարավոր է աուրայով պաշտպանվել։ Իհարկե դիցերի աուրան շատ այնպեսին է, որ նրանք տիրապետում են այնպիսի գիտության, որ նրանք կարողանում են շատ հզոր սարքել իրենց աուրան։ Ուրեմն ինչու չի կարելի, դրա համար հենց սրա համար է, որ չի կարելի երեխաներին մինչև 40 օրը տեսնել, չէ՞, առաջներում մենք ունեինք այսպիսի մի բան, որ երեխան ծնվում է, մինչև 40 նրան չի կարելի մոտենալ, չի կարելի տեսնել։ Այո, դա շատ ճիշտ էր, այսօր ցավոք սրտի ոչ ոք ուշադրություն չի դարձնում սրան, բայց այնքան խոցելի է երեխան այդ 40 օրերի ընթացքում, որ նույնիսկ կարող է մահանալ, որովհետև նա չունի ոչ մի պաշտպանիչ շերտ։ Անպայման պետք է 40 օր սպասել, մինչև որ կձևավորվի ամբողջական աուրան մարդու, նոր նրանից հետո կարելի է, որ նրան ցուցադրել ուրիշներին եւ առհասարակ շփումը արտաքին աշխարհի հետ։ Եվ նաեւ 40 տարեկանում աուրան ոչնչանում է 40 տարեկանում եւ հենց այդ օրը ձևավորվում է նոր աուրան մարդու համար։ Ամեն այո սկսվում է։ Այո, եւ այդ օրվանից սկսվում է ձևավորվել 40 օր նոր աուրան։ Դրա համար ամեն 40 տարին մեկ է սա տեղի ունենում։ Ամեն 40 տարին մեկ, դա կլինի 40 տարին, 80 տարին, խորհուրդ չի տրվում նշելու հենց այս պատճառով։ Այո։ Մեր աուրաները ունեն երկու գույն։ Այդ գույները դեղինի եւ կանաչի, կապույտի, ճառագայթումներ են։ Այո, դեղինի եւ կապույտի ճառագայթումներն են։ Իսկ միջև 110% վարկանիշ ունեցող մարդիկ ունեն այս երկու գույնի աուրաներ, այդ ճառագայթումները։ Իսկ նրանից բարձր արդեն դիցերը, նրանց մոտ բավականին շատ են 6 գույնի աուրաներ են եւ իհարկե նրանց պաշտպանությունը շատ հզոր է։ Իդեպ մեր աուրայով հնարավոր է մեզ պաշտպանել 2 ժամից ավել, կարելի է պատել շղարշ աուրայով, աուրան շատ մեծ զորություն ունի, բայց ցավոք սրտի մենք այդ գիտությանը չենք տիրապետում, դիցերն են այդ 1.5 ժամ, դիցերինը շատ ավելի 2 եւ ավել։ Դիցերն են տիրապետում այդ գիտությանը եւ նրանք կարող են այնպես անել, որ մենք խոցելի չդառնանք, նույնիսկ կարող են գնդակները մեր կողքով անցնել, նույնիսկ կարող են ճառագայթումներ լինեն, բայց մենք չվնասվենք, քանի որ նրանք մեզ կարող են պատել այդ աուրայով, այդ հզորությամբ, այդ զորությամբ։ Օրինակներն էլ կարող ես ասել, Նժդեհը եւ Անդրանիկը կռվի դաշտում հզորացված աուրա են ունեցել հենց։ Այո, դիցերի կողմից։ Դրա համար նրանց չի դիպել ոչ մի գնդակ, այո։ Այդ առասպել չի, այն որ ասում են Անդրանիկին ոչ մի գնդակ չի դիպել, դա իրոք այդպես է։ 1.5 ժամից հենց առաջնագծում լինելը բավականին լուրջ ժամանակ է։ Չափերն էլ ասենք ամենամեծը աուրան կարող է լինել 65 սանտիմետր շառավիղը, ամենափոքրը 16, այսինքն աուրան ինչ է անտեսանելի շերտ, որը պաշտպանում է։ Այո, պաշտպանիչ շերտն է մեր անտեսանելին, որը ոչ թե տրվում է, այլ մարմինը ինքը արարում է։ Ահա։ Այո, ձևավորվում է։ Ջերմության մասին լիճա խոսենք, ջերմությունը ոչ մի այլ տերմին ընդունելի չեղավ դիցերի կողմից, իրենք թողեցին ջերմությունը։ Այս երևույթի մասին շատերը գիտեն, այդ մահվանից հետո ինչ որ անջատվում է ձվածեղ, էներգետիկ մարմինը ինչ է, մի խոսքով, դա մեր ջերմությունն է։ Դա հենց արարչի մասն է կարելի ասել, որ տրվում է մեզ։ Դա հոգին է։ Ոչ։ Հոգին է։ Հոգին չի անջատվում մեզանից։ Հոգին 21 գրամը։ 33 գրամ է, 33 գրամ է, բայց որը արարիչը արարում է եւ տրվում է դա մեզ անհատական 1600 տարի օգտագործման համար։ Դա մեր մարդկոցն է, այսպես ասած, որը վերալիցքավորվում է արևի լույսով։ Պարտադիր չի գտնվել արևի տակ, բայց
դրսում ցերեկային ժամերին մարդը 2 ժամ պիտի գտնվի արևի լույսի տակ, որպեսզի ջերմությունը ճիշտ աշխատի, որով պայմանավորված է մեր գործունեությունը, մեր իմունիտետը։ Երբ է տրվում նա հղիության 7-րդ շաբաթվա վերջին օրը 56-րդ օրը ներմուծվում է ավելի շուտ ջերմությունը մոր մարմնի մեջ, ապա դիցերի օգնությամբ տեղադրվում սաղմի, գլխուղեղի եւ գանգի միջև եղած տարածության մեջ։ Այսպես ասած, տարածվում, հարմարվում է գանգի ձևին ջերմությունը։ 1600 տարի եւ ապրել են եւ այսօր դիցերը ապրում են, նրանք անմահ են եւ ամեն 1600 տարին լրանալուց հետո նորից անվանական նրանց տրվում է այդ ջերմությունը։ Նա մենք չենք հասցնում բնականաբար ծախսել, Իվարկյան, էլի ջերմությունը այլ բան է, հոգին այլ բան։ Այո։ Լավ։ Հոգին ընդհանրապես մեր մեջ չի գտնվում։ Ջերմությունը երբեք մեզնից դուրս չի գտնվում։ Քանի մենք կենդանի ենք, ջերմությունը մեր գլխում է, մեր գանգի մեջ։ Եվ մահվանից հետո միայն ինքը Կներեք, բա ի՞նչն են գիտնականները հայտնաբերել։ Տեսակարար կշիռը, որ ասում են մարդուց անջատվում է։ Այո, 33 գրամով դա ջերմությունն է։ Զվաձև զանգված։ Հոգին մեզնից դուրս է, մեր շուրջը, այդպես։ Հոգին մարդու մեջ չի գտնվում, քայլելու ընթացքում հոգին գտնվում է ետևի մասում, մարմնի, իսկ առհասարակ մեր շուրջ է գտնվում մեր հոգին, ոչ թե մեր մեջ է մտնում հոգին, այլ գտնվում է մեր շուրջ։ Դա ջերմությունն է մեր մեջ գտնվում։ Հոգին գտնվում է մեր շուրջ, 1.5 մետր ամենամոտ տարածությունն է, 1.10-ից 1.5 մետր տարածությունը եւ մինչեւ 200 մետր հեռավորության վրա հոգին կարող է գտնվել մեզանից։ Դա էլ իր նպատակն ունի, որպեսզի նա զերծ պահի մեզ սպասվող վտանգներից։ Ասենք տեսնում է, որ ինչ-որ մի վտանգ կարող է մեզ սպառնալ եւ լինում է, չէ՞, որ մարդը պահի տակ ասում է, «Ոյ, գիտեք, ինչ-որ մի գերբնական ուժ, ինչ-որ մի չգիտեմ ինչ կատարվեց իմ հետ եւ ես ասենք օրինակ թե պաժառը կամ ինչ որ մի հարված պետքա լինի այդտեղից ինքը անմիջապես փախչում այն ճիշտ ուղությամբ, որը որ պետքա հոգու հեռավորությունը այդ 200 մետր գտնվելու դա է միտքը, որպեսզի նա միշտ հսկի տարածքը անհրաժեշտ պահին մարդուն հուշի ճիշտ ճանապարհը ոնց ելք գտնի տվյալ սիտուացիայից։ Բա դու ոնց ես դա ընկալում, տեսողությամբ, հոտառությամբ, զգացողությամբ, զգայականով։ Հոգին ինքը ունի երկու զգայարան, ինչպես մենք ունենք, տեսողություն եւ լսողություն։ Մեր զգայարանները շատ են, բայց հոգու այդ երկու զգայարանները, եթե մենք ճիշտ փորձում ենք կապը պահպանել, օգնում են, որ մենք իրեն ճիշտ զգանք։ Իր բերած ինֆորմացիան մեզ օգնի, մենք իր խորհուրդով շարժվենք եւ ապրենք։ Հոգին ունի նաեւ կշիռ, քանի որ ունի նյութական մաս։ 2 կիլոգրամ 725 գրամ է կշռում հոգին։ Եվ ցանկացած մարդու հոգի կարող է նաեւ հեռանալ նրանից հատելով այդ 200 մետր այդ սահմանը։ Բայց 31 րոպե 17 վայրկյան Եթե չհասցրեց այդ ընթացքում վերադառնալ, լրացավ 31 րոպե 17 վայրկյանը, մարդը արդեն կմահանա։ Առավելագույնս նա կարող է հեռու գտնվել մարդուց 31 րոպե 17 վայրկյան։ Իսկ սրտի կանգից հետո հոգին դեռ 4 ժամ 35 րոպե գտնվում է մարդու շուրջը, մարդու մոտ։ Այսինքն սրտի կանգը դեռ չի նշանակում մահ, եթե հնարավոր լինի ֆիզիոլոգիական այնպիսի միջամտություն, որ սիրտը սկսի աշխատել, անգամ կես ժամ հետո, անգամ մի ժամ հետո հնարավոր է մարդուն վերակենդանացնել, այսինքն ապարատիտու կլինիկական մահից հետո դա դեռ մահ չի։ 4 ժամ 35 րոպե կա հնարավորություն, որպեսզի մարդուն ետ բերել։ Որից հետո միմիայն
հոգին վերցնելով ջերմությանը միասին սպասում են իրենց ժամին արարչի մոտ ներկայանալու։ Նայել այդ ջերմությունը, որը որ դեռ մարդը չի հասցրել սպառի իր կյանքի ընթացքում տրված 1600 տարիների համար, հոգին իր հետ միասին հանձնում է արարչին այդ ջերմությունը, հետ է վերադարձնում նրան։ Լավ, իսկ հոգին է հետ վերադարձնում։ Այո։ Միասին հեռանում են, միասին հեռանում են հոգու հետ միասին։ Եթե ջերմությունը գնում է արարչի հետ է վերադարձնում։ Հոգին էլ է գնում արարչի մոտ մահից հետո։ Ինչպես է դա կատարվում։ Հոգին հեռանում է մարմնից չէ, երկրից, իր հոգեհանգստին, իր մարմնի հոգեհանգստին եւ հոգեհացին մասնակցելուց հետո։ Այսինքն դա մոտավորապես մեր պարամետրերով 2 օր է տևում։ Ինչու՞։ Հոգին պիտի ուղարկվի այդ նույն միջավայր, որտեղ ինքը ապրել է, մինչև հաջորդ վերամարմնավորում։ Հիմնականում հոգին օգնում է, աշխատում է այդ նույն միջավայրի մարդկանց համար, որտեղ ինքը ապրել է։ Բայց քանի որ հոգին 250 մետրից ավել հեռանալ չի կարող կենդանի մարդու պարագայում, նա այնքան էլ լավ չի ճանաչում այդ մարդու իր ընտանիքի, մերձավորների, հարազատների, բարեկամների, ընկերների միջավայրը լավ չի ճանաչում։ Իսկ հոգին շատ ավելի լավ է իսկությունը տեսնում մարդու բովանդակությունը, քան երբ որ նա կցված է մարդուն, ազատ հոգի։ Նա հենց հոգեհանգստի ժամանակ է ուսումնասիրում է այդ ամբողջ միջավայրը եւ հոգեհացի ժամանակ։ Եվ հեռանում է առավոտյան գիշերվա ժամը 4-ից մինչև 22-ը եղած ժամանակահատվածում իր թաղմանը մասնակցելուց հետո, այսպես ասած, իր մարմնի թաղմանը մասնակցելուց հետո։ Ինչպես է հեռանում։ Ասենք դե։ Նրանք բոլորը հավաքվում են տվյալ օրվա հոգիները, ովքեր 2 օրն անցել է ու պետք է արդեն հեռանան։ Նրանք հավաքվում են կոնկրետ տեղ, կոնկրետ տարածք եւ այնտեղ նրանց սպասում են դիցերը։ Սանդարամետը նա հավաքվում են լույսերի մոտ։ 19 լույսերի մոտ։ Այո, 19 լույսեր գոյություն ունեն, որոնց շուրջ էլ դա իրենց ուղեցույցն է, նրանց մոտ հավաքվում են իրենք եւ այնտեղ նրանց դիմավորում են դիցերը, Քրոնոսի կողմնակից մարդկանց, իրենց տիրույթում գտնվող մարդկանց հոգիներին ուղեկցում է Տանատոսը, իսկ Արամազդի տիրույթում գտնվող մարդկանց հոգիներին ուղեկցում է Սանդարամետը։ Նրանք իրենց մեքենաներով, մեզ հայտնի ափսեներով, այսպես կարելի ասել, իրենց ուղեկցում են դեպի արարչի մոտ։ Եվ այնտեղ էլ իհարկե նրանք պետք է արժանանան իրենց դատաստանին։ Նույնիսկ այսպիսի բան, հոգին կարող է ոչնչանալ արարչի կողմից։ Արարիչը ինքը ստեղծում է հոգին, արարում է 33 ժամվա ընթացքում։ Եվ նրա ոչնչացումը, իհարկե այն դեպքում, երբ նրա վարկանիշը արդեն իջնում է 4-ի, մենք նախորդ հաղորդումների ժամանակ ենք խոսել այս մասին։ Հոգու 4 վարկանիշից ցածրի դեպքում արդեն արարիչը տեսնում է, որ անիմաստ է այս հոգուն ուղարկել վերամարմնավորվելու, ինչու, որովհետև նպատակ ունի վերամարմնավորումը, այո, դրա նպատակն է կատարելության հասնելը եւ հաղթահարել անմահության շեմը։ Եթե նա չի կարող արդեն ազդել ֆիզիկական մարմնի ուղեղի վրա, ուղղորդել նրան ճիշտ ճանապարհը, քանի որ հոգին կատարյալ է, բնականաբար արարիչը տեսնում է, որ անիմաստ է արդեն այս հոգուն, այն էլ 4-ից ցածր վարկանիշով հետ ուղարկելու վերամարմնավորման եւ տեղի ունենում են ամենադաժան դատաստանը նրա համար, ամենացավալին ամբողջ տիեզերքում, հոգու ոչնչացումը, որը տևում է 19-ից 22 ժամ հոգու ոչնչացումը,
եւ այրում է տեղի ունենում 1000-ից 1100 աստիճանի տակ։ Շատ ցավոտ է լինում հոգու համար, տվյալ հոգու համար։ Դա տիեզերքի ամենացավալի երևույթն է։ Այո, ամենացավալի։ Եվ նա ոչ թե վառվում է, կրակ է նրանից դուրս գալիս, այլ նրանից պար է դուրս գալիս, մինչև որ նա կոչնչանա, գոլորշի, որի ընթացքում նա կոչնչանա։ Եվ ամեն ոչնչացվող հոգու փոխարեն միայն այդ դեպքում արարիչը արարում է նոր հոգի։ Ովքեր են արժանանում այդպիսի պատժի։ Դե այն մարդիկ, ովքեր որ սխալ են իրենց դրսևորում, այն հոգիները, ովքեր որ չեն Մարդասպանները, չգիտեմ, գողերը, Ես մի օրինակ կարող եմ բերել մեր Գրիգոր չլուսավորիչը Չակերտնի, այսպես ասած, որի հոգին այո ոչնչացվել է, նա արժանացել է այդ բախտին, այն ինչ որ ինքը արեց մեր հայ ազգի հետ, որից հետո Որքան էլ ոմանց դուր չգան այս արտահայտությունը, դա Սպասեք դիֆերանդների այս հայտարարությունից հետո։ Դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ նրա հոգին ոչնչացվել է։ դա մենք չենք որոշել։ Ձեր խոսքերը վերջին ատյանի ճշմարտություն են։ Այս պարագայում այո։ Ցավոք։ Նույնքան ճշմարտություն են, ինչքան մնացած բոլոր ասվածները։ Մենք չենք կարող վերապահումով ում ինչ դուր կգա։ Մենք ինքներս ապշել ենք այդ փաստից, որ իմացել եք, բայց այո, Այս բացառությունը նշանակում է այն աստիճանի աղետաբեր է եղել նրա գործունեությունը, հենց Արամազդի հետևորդ ազգի համար, որ այդպիսի վճիռ է կայացել։ Դա արարչի վճիռն է։ Մենք ով ենք, որ մի հատ էլ դնենք վերլուծենք արդար էր սա թե ոչ։ Դե կներեք։ Արարիչը բացարձակ արդարություն է ենթադրում այդ բառը։ Ինչ վերաբերում է լրացում անենք։ Համեցեք։ Լույսերի վերաբերյալ դեպի ուր գնում են հոգիները։ Երկրագնդի վրա տարածքում ուրեմն 8 կիլոմետր, եթե չեմ սխալվում, ներող կլինեն, եթե սխալվում եմ, բարձրության վրա տեղադրված են, տեղակայված են այդ կետերը 19 հատ։ Դրանք մարդկային բնակավայրերից, քաղաքակրթությունից բավականին հեռու վայրերում են տեղադրված, օվկիանոսի վրա, ինչ որ լեռներում եւ այլն, այդ տարածքներում, որտեղ հավաքվում են սկզբում հոգիները։ Այդ կլինիկական մահ տարած մարդիկ, որ տեսնում են այդ թունել կոչվածը, դա հենց այդ լույսի դեպի լույս ուղղորդող ճանապարհն է, տարածքն է։ Մարդկային աչքը չի տեսնում այդ լույսն ու թունելը, դա տեսնում են միայն հոգիները եւ իրենք բոլորը հավաքվում են այնտեղ։ Այդ 19 լույսերից հետո եւ Տանատոսը եւ Սանդարամետը ունեն յուրաքանչյուրը 21-ական օգնող օժանդակող հոգիներ, նրանք հավաքում են մահացածների հոգիներին եւ տեղափոխում Եվրոպայի արդեն տարածքում գտնվող հիմնական նրանց կայանատեղին, որտեղից արդեն ուղղորդվում է դեպի տիեզերք հոգիները։ Մեծ իհարկե թրջող ափսեներով, 5000-ից ավել հոգի է տեղավորվում այդ ափսեների մեջ։ Եվ հակառակ ուղղությամբ արդեն վերամարմնավորման ենթակա հոգիները նույն կերպ արարչի հրամանով վերադարձվում են երկիր եւ տեղակայվում այն ընտանիքներում, որտեղ 1 ամիս հետո նրանք պետք է վերամարմնավորվեն։ Այո, նրանք վերամարմնավորումից երեխան ծնվելուց 1 ամիս առաջ արդեն երկրում են։ Այո, նրանք արդեն պատրաստված, արարչի հղումով, ծրագրով իրենց, նրանց հնարավորություն է տրվում մի քանի ընտանիքներից ընտրել, որ ընտանիքն են իրենք ուզում։ Իհարկե, ընդհանուր արարիչն է որոշում ուր պետք է գնա, բայց կա այդ հնարավորությունը, որ նմանատիպ ընտանիքներից մի քանիսում հնարավորություն ունեն ընտրելու հոգիները։ Գալիս են այստեղ, 1 ամիս գտնվում են տարածքում, մինչև որ կգա պահը ծնունդի եւ վերամարմնավորման։
Ինձ պատկերավոր ասեցիք, այսինքն Այսպես է։ Շատ հետաքրքիր process։ Տեսանելի։ Ես նույնիսկ տեսա, թե ինչպես են թռչում, ինչպես են գնում, գալիս։ Չգիտեմ, դեռ մարսելու խնդիր կա այս ամեն ինչը, ասվածի, եթե ավելելու բան ունեք, փորձենք աստիճանաբար ամփոփենք։ Կլինիկական մահ տարած մարդիկ կան, որ ասում են, չէ, ես այսպես եմ տեսել, այս ինչին եմ ականատես եղել, իրենք չեն կարող ճշգրիտ իմանալ, իրենք ինչ են տեսնում։ Ինչ process այդ ժամանակ տեղի ունենում, բավականին հետաքրքիր, չէ։ Այո, ինչ են իրենց ցույց տալիս, որովհետև երբ որ ինքը պիտի հետ գա, բոլորովին այլ բան է, քան այն հոգիների համար, ովքեր պիտի հետ չգան, գնում են։ Եվ հետո տեսեք ինչ է տեղի ունենում ներողություն, մարդը երբ որ կլինիկական մահ է տանում, այս ժամանակ հոգին իր կողքն է եւ անմիջապես անհանգստանում է, թե ինչ տեղի ունեցավ մարդու հետ։ Քանի որ ինքը նրա առաջին օգնականը եւ պաշտպանն է մարդու, բնականաբար ինքը մոտենում է անմիջապես դեմքով դեպի մարմինը եւ սկսում բոլոր օրգանները նրանք ունեն հնարավորություն ուսումնասիրելու ամբողջ մարդու ներսը, որպեսզի տեսնի ինչ պատահեց տվյալ անձնավորությանը, որպեսզի որ ինքը ուշաթափվել է։ Այս ուսումնասիրություններից հետո կոնկրետ կլինիկական մահի պարագայում ինչ է տեղի ունենում։ Ուրեմն անջատվում է ջերմությունը մարդուց։ Կլինիկական մահի ոչ թե անջատվում է, այլ կանգնում է ջերմության գործունեությունը։ Հա, նո, այդպես կարելի ասել։ Ստոպ է տրվում։ Խաթարվում է ջերմության, չի գործում։ Պատճառը ուսումնասիրելով անմիջապես նա գնում է այդ ուղղությամբ, որպեսզի տեղյակ պահի դիցերին, որ նման բան է տեղի ունեցել, եւ նրանք էլ մարդիկ տեսնում են, որ իրենց հոգին գնաց այնտեղ, հետո ինքը հետ եկա, որովհետեւ ինքնուրույն այդ ջերմությունը ոչ մեկ չի կարող նորից միացնել։ Դա կատարվում է դիցերի օգնությամբ եւ միայն արարչի որոշումով։ Այո։ Երբ որ արդեն տեսնում են, արարիչը որոշում է, սա այս մարդը ինչքան ժամանակ կմնա, դրա նպատակը որն է, որ անջատվել է, միգուցե պատահականություն է, միգուցե կոնկրետ նպատակով, տարբեր պարագաներում տարբեր է տեղի ունենում, թե ինչի համար։ Արդեն որոշումը կայացվում է, մեկ օրից կմիացվի, անմիջապես կմիացվի, թե մարդը մի ամիս կամ մի տարի կմնա այդպես այդ վիճակում, իհարկե ամեն որոշում ընդունվում է իշահ մարդկությամբ։ Այսինքն կլինիկական մահի վերաբերյալ։ Կոմայի պարագայում մի փոքր այլ է։ Կոմայի պարագայում եթե հնարավոր լինի վերականգնել խաթարված գործունեությունը կենսական օրգանների, մարդը ամբողջությամբ կսկսի, այսինքն ուշքի կգա։ Իսկ կլինիկական մահը շատ ավելի բարդ process է եւ միայն արարչի թույլտվությամբ է կամ միացվում այդ ջերմությունը կամ ոչ։ Երբ մարդ կլինիկական մահ կամ դա տրված բան է թե ուղղակի ինչու է։ Տարբեր պատճառներով կարող է լինել, շատ տարբեր։ Կարող է ինչ-որ ստրեսային վիճակ լինի ու հանկարծակի մարդը դրանից անջատվի, արդեն այդ կլինիկական մահ առաջ։ Անկամ առանց պատճառի է լինում այո, եղել է նույնպես այդպես։ Պետք է այս մարդուն անջատել նրան ինչ-որ գործունեությունից հեռու պահելու համար։ Այսինքն ծրագրի մեջ տեսնում են, այս մարդը պատրաստվում է այս ինչ տեղը գնալ, այնինչ չի կարելի իրան։ Այո։ Ինքը այնտեղ կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ մի խոսքով ծրագրի շեղում կստացվի։ Նրան կարող են կլինիկական մահվան մեջ պահել, մինչև ժամանակը անցնի եւ արդեն հանեն։ Ես մի բան ընդգծված արձանագրեցի, որ երբեք պետք չի հոգու վարկանիշը պահել շատ ցածր աստիճանի, որովհետեւ Գոհարը շատ գեղեցիկ ներկայացրեց, բայց շատ դաժան արարողություն է հոգու ոչնչացում։ Իհարկե, դա շատ ցավալի, ամեն ոք պետք է իմանա դրա մասին։ Մարդիկ մտածում են իրենք պատասխան չեն տալու, բայց տալու են։ Հա, այդպես բան կա, անպատիժ է մնա։ Այո։ Բայց եթե ոչ այստեղ, այնտեղ միտեղ Իհարկե։
Եվ շատ ավելի դաժան։ Այս թեմայով շատ բան կարելի է խոսել։ Ամփոփենք 1-2 րոպե մնացել համեցեք։ Հոգու դե հա, սա ման թեմա է։ Գուցե ինչ-որ խորհուրդ, գուցե ինչ-որ մտորելու տեղիք չունի, այսօր ամբողջությամբ այս հաղորդումը մտորելու տեղիք է։ Այնուամենայնիվ, այո, պետք է միշտ հիշել, որ վարկանիշի շատ ընդհանրապես մարդը չպիտի ապրի այն սկզբունքով, որ թույլ չտամ շատ իջնի հոգուս վարկանիշը, այլ պիտի ապրի այն սկզբունքով, որ ինչքան հնարավոր է բարձրացնեմ։ Այսինքն, եթե դու արարչական օրենքներով ես ապրում, ճիշտ պատվիրաններով ես ապրում եւ մաս ես կազմում այդ մեծ արարչական ծրագրի առանց որևէ մեկին վնասելու, դա արդեն ապահովում է բարձր վարկանիշը։ Ինչի մասին է խոսքը, ինչի մտածենք։ Եվս մի բան էլ ասեմ, մեր այս 4 կոմպոնենտների վերաբերյալ, դիցերը ամենաշատը կարևորում են ֆիզիկական մարմինը։ Ինչու՞։ Դե բնականաբար հոգին անմահ է, ջերմությունը տրվում է արարչի կողմից, ճիշտ դրսևորումների դեպքում այն նորից վերալիցքավորվում է, աուրան ձևավորում ենք մենք, իսկ ամենախոցելին մեր ֆիզիկական մարմինն է, քանի որ հարգելիներս, մենք իրոք չենք ծնվել մահանալու համար։ Մենք ծնվել ենք հավիտենական կյանքի համար, ֆիզիկական մարմնով հավիտենական կյանքի համար։ Դրա համար նրանք ամենաշատը կարևորում են ֆիզիկական մարմինը։ Ի վերջո, այո, ազատ կամքն է, որ միշտ մեզ շեղում է։ Ֆիզիկական մարմինը անընդհատ ամենախոցելին է։ Մեզ շեղվելու տեղիք է տալիս, հետևաբար մենք ամենաուշադիր պիտի լինենք այդ ոլորտում։ Շնորհակալություն։ Հետաքրքիր դիտարկումների, նոր վերլուծության, նոր տեսանկյունից մեր թե կենցաղին, թե ընդհանրապես բանական կյանքին անդրադառնալու համար, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Առաջիկա բացահայտումները դեռ մեզ երկար սպասեցնել չեն տա, որովհետև ամեն հաղորդում մի նոր հարցերի բույլ է առաջացնում։ Մեզ հյուրընկալվել էին տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Լիլիթ Մարգարյանն ու Գոհար Գրիգորյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ ուշադրության եւ ամենակարևորը մեր ալիքին բաժանորդագրվելու համար։